մենք առանձին հատված ունենք հաղորդման մեջ, որը մարտի 1-ի առանձին կետերով նշված է, թե վերջին իմ հաղորդումից, նախորդ տարվա հաղորդումից մինչ օրս ինչ է կատարվել։ Ուղղակի թվարկեմ, նաև կա հաղորդման մեջ։ Առաջին հերթին Վճռաբեկ դատարանի որոշումը, որը հրապարակվեց, դրա հիման վրա մեղադրանքի իրավական գնահատականի մասը փոփոխվեց, գիտեք, որ Վճռաբեկ դատարանը շատ հստակ սահմաններ էր դրել, իրավական գնահատականի փոփոխման մասով հնարավորություն էր տվել վարույթն իրականացնող նեղություն դատախազությանը, որպեսզի փոփոխված իրավական գնահատականով մեղադրանք ներկայացնի դատարան, հատուկ 3 անգամ շեշտում եմ փոփոխված իրավական գնահատականը, որպեսզի հասկանալի լինի, որ մենք մեղադրանքի բովանդակության մեջ որևէ բան փոփոխել չէինք կարող, այդ հարցադրումը մեզ լրագրողներն էլ տվեցին, մեղադրանքը նույնն է, մենք նորից ենք պարզաբանել, որ մեղադրանքի բովանդակությանը դատարանները, բարձր դատարանները, ոչ սահմանադրականը, ոչ Վճռաբեկը թույլ չեն տվել անդրադառնալ։ Հրապարակային դատաքննություն է տեղի ունենում, վստահ եմ հետևում եք, մեղադրանքները ներկայացվում են անձանց, այնտեղ լեզվի իրավունքի հետ կապված մի հանգամանք կար, մեղադրյալներից մեկը հայերենին պատշաճ չէր տիրապետում, մի հատ էլ այդ թարգմանական աշխատանքներն են ապահովվել մեղադրանքի, որպեսի անձը տեղեկանա, ինչ ունենք մենք վարույթով այս պահին, դատարանում ձեզ հետաքրքրող վարույթով, այս պահին հրապարակային դատաքննությամբ, լրատվամիջոցների կողմից ուղիղ եթերով հրապարակվում է, այսինքն դրանից բացի այդ կտորով նոր բան չեմ կարող ասել, բայց միջդատական վարույթում էլ ունենք ինքնուրույն վարույթ, որտեղ մի շարք ուղղություններով քննություն է իրականացվում եւ կարծում եմ, որ հաջորդ հաղորդման մեջ արդեն միջդատական վարույթով էլ ձեզ ասելիք կունենամ, այս պահին դատարանում գտնվող վարույթն է այն բոլոր մանրամասներով, որը ուղիղ եթերով հրապարակվում է, այդտեղ նորություն չունեմ ասելու։